Էդուարդ Շարմազանովը քաղաքական տեգիտությունը համարում են, որ մենք համարձակվում ենք պարլամենտական հանրապետությունում քննադատել Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետ գնալը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալը, եւ ըստ նրա պարլամենտական հանրապետությունում դա ավելի քան նորմալ փորձառություն է եւ դա հիմնավորելու համար հարգարժան Շարմազանովը բերում է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի օրինակները, մեր Նիկոլին համեմատում է Մարգարետ Թետչերի, Չերչիլի, Օրբանի, Անգելա Մերկելի եւ այլ նշանակալի գործիչների հետ։ Իհարկե ես Շարմազանովի այս դիտարկումը քաղաքական տգիտության վերաբերյալ իսկապես զավեշտալի եմ համարում եւ առաջին զավեշտը հենց այն է, որ ինքը Հայաստանում ստեղծված ներկայիս պետական կարգը պարլամենտական է համարում, որտեղ իսկապես սա ինչն է պարլամենտական։ Իհարկե թղթերով, անունով Հայաստանը հիմա պարլամենտական հանրապետություն է, բայց այն ինչ որ սահմանավորվել է 2015 թվականին, դա մոնստր է, դա մոտ հրեշ է, մեր պետությունը թուլացնող, մեր պետությունը կազմաքանդման դատապարտող։ Դրա մասին մենք զգուշացրել ենք նաև 2015 թվականին, երբ որ տեղի ունեցան այդ խայտառակ սահմանադրական բարեփոխումները կամ փոփոխությունները, ինչպես ուզում եք անվանեք։ Մյուս զավեշտը Անգելա Մերկելի, Չերչիլի, Մարգարետ Թետչերի հետ համեմատություններն է։ Իհարկե Եվրոպայի պատմությունը, եվրոպական իրականությունը շատ բազմազան է, եղել են նաև այնպիսի իրավիճակներ, որ պարլամենտական հանրապետություններում կամ սահմանադրական միապետություններում մեկ վարչապետը, օրինակ 10 տարուց ավել կառավարել է, այտենց բաներ են եղել, օրինակ Անգելա Մերկելը 10 տարուց ավել կառավարել է, կամ նույն Օրբանը եւ այլն։ Բայց դա նենց չի, որ օրինաչափություն է Եվրոպայում, որովհետեւ կա նաեւ դրա հակոտնյա իրականությունը, երբ որ կանցլերները կամ բրիտանական վարչապետները թաշկինակի պես փոխվում են։ Այս վերջերս տեսանք ամենակարճ պաշտոնավարած վարչապետներից մեկին մի քանի տարի առաջ կիներ։ Ինչևից է, իսկապես ծիծաղելի է այդ երկրների հետ համեմատվելը, դրանք կայացած ինստիտուցիոնալ հարյուրամյակների ավանդույթներով երկրներ են, եւ եթե Անգելա Մերկելը 10 տարուց ավել կառավարել է, դա նրա համար չի, որ ինքը իշխանություն ուզուրպացրել է ու կառավարել է, ուղղակի հաջողված կանցլեր է եղել, հաջողված պետական գործիչ է եղել, տնտեսական ճգնաժամերը հաղթահարել, դարձել է Եվրոպայի առաջնորդը եւ կարողացել է պաշտոնավարել։ Ըստ էության Անգելա Մերկելը մենակ Գերմանիայի կանցլերը չի, ինքը նաև համաեվրոպական առաջնորդ էր եւ իսկապես շատ մեծ ծառայություններ ունի համաեվրոպական իմաստով։ Չի ծաղելի է մեր Նիկոլին Անգելա Մերկելի հետ համեմատել։ Անգելա Մերկելը այդքան պաշտոնավարել է, որովհետեւ իր հասարակության կարծիքով, իր քաղաքական համակարգի կարծիքով ինքը եղել է հաջողված գործիչ։ Նույնը կարող ենք Մեծ Բրիտանիայի վարչապետների մասին ասել կամ նույն Հունգարիայի առաջնորդի։ Եվ ամենակարևորն է, դրանք երկար են, նորից եմ ասում, երկար են կառավարել, որովհետև արդյունավետ են եղել։ Իրանց հասարակությունները կարծել են, որ իրանք արդյունավետ են։ Այն պայից սկսած, երբ որ իրանք արդյունավետ չլինեն, իրանք չեն ընտրի կամ կհանգեցնեին հրաժարականի եւ արտահերթ ընտրություններ կլինեն, ինչպես այդ Brexit-ի թեմայը մենք տեսանք, հա, պարբերաբար թե Մեծ Բրիտանիայում ոնց մի քանի վարչապետներ իրար հաջողեցին, որտեղ կար քաղաքական ճգնաժամ, ինչ էին կարողանում արդյունավետ լուծումներ տալ եւ ստիպված հրաժարական էին տալիս կամ նրանց այդ հրաժարականը պարտադրում էին։ Այսինքն այսպիսի դեպքեր եղել են, որ 10 տարուց ավել կառավարեն, բայց արդյունավետ են եղել դրա համար հարգելի Շարմազանով եւ միշտ եղել է նրանց հեռացնելու մեխանիզմ։ Հայաստանում նրանց հեռացնելու մեխանիզմ չկա։ 2015 թվականին դուք մատնես մոնստր եք ստեղծել, որ հիմա իշխանափոխության տարբերակ չկա։ Նույնիսկ ընտրություններով չի ստացվում, որտեղ ինչ որ մոնստր համակարգ է գործում։ Եվ հիմա դուք ձեր առաջնորդի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սխալը արդարացնելու համար ըստ էության քաղաքական ծառայություն եք մատուցում Նիկոլ Փաշինյանին, արդարացնելով նրա այս հավակնությունը երրորդ ժամկետ գնալու, նաև արդարացնելով ապագայի հավակնությունները 4-5-րդ անգամ
պաշտոնավարումը շարունակելու։ Դե պարլամենտական հանրապետություն է, իշքան կուզի կառավարի 10 տարի, 15 տարի, 20 տարի, պարլամենտական հանրապետություն է։ Եվ ինքը կկառավարի ոչ թե նրա համար, որ ինքը արդյունավետ է, այլ որովհետև ուզուրպատոր է, որովհետև ձեր ստեղծածը պարլամենտական հանրապետություն չի, ձերը պարլամենտական մոնստր է։ Ինչ-որ մատ սուպեր վարչապետական համակարգ է նախատեսված Սերժ Սարգսյանի համար, որը հիմա չգիտես ինչով վայելում է Նիկոլ Փաշինյանը։ Առանց նրան ետ կանչելու, առանց հեռացնելու, առանց պատասխանատվության ենթարկելու, պատասխանատվության առջև կանգնեցնելու որևէ հստակ մեխանիզմի։ Սա ձեր ստեղծած համակարգն է, դուք պետք է ընդունեք վերջապես, որ դուք Սերժ Սարգսյանը ճակատագրական, կոպիտ, սխալ եք թույլ տվել եւ հիմա այդ սխալը անդադ արդարացնելով ճանապարհ է քարտում, որ Նիկոլ Փաշինյանը այդ նույն սխալը անդադ գործի կամ այդ սխալի արդյունքում իրականությունը վայելի է, մենք նրան չկարողանանք հեռացնել։ Սա ձեր գործած ինստիտուցիոնալ պետականական սխալն է։ Դուք Սերժ Սարգսյանը սա պետք է խոստովանի, այլ ոչ թե անդադ պատասխանատվությունը բարդի մեծ ուժերի, մութ ուժերի, Ռոբերտ Քոչարյանի վրա կամ չգիտեմ որը մեկի հայ երիտասարդության վրա, որոնք իբրև թե գնացին նախի միջից էշի ճակատը պաչեցին, հա, դնենք այս ամեն ինչը մի կողմ։ Ես ըստ էության այս բախումը ձեր հետ չի ուզում, բայց քանի որ թեման բացվեց, ասենք, այդ սխալը դուք պետք է ընդունեք եւ երբ որ դուք ձեր սխալը արդարացնում եք, Նիկոլ Փաշինյանի հրեշ դառնալն եք արդարացնում։ Եվ նաեւ այս ներքին պետական կարգի հարցերը չկարևորելը վկայությունն է նրա, որ դուք ձեր պաշտոնավարման ժամանակ թքած եք ունեցել մեր ներքին կյանքի վրա։ Դրա համար էլ հասարակությունը այսօրն է անգել։ Այսօրն է անգել ու դրա համար այս քաղաքական կյանքն է ձևավորել եւ ձևավորում այս քաղաքական համակարգը, որտեղ այն ժամանակ էլ եք դուք թքած ունեցել Հայաստանի ներքին կյանքի վրա։ Հիմա ասում եք, հա, Նիկոլի ամենամեծ մեղքը Արցախ հանելն է, հա, հասկացանք, Արցախի մասին մենք էլ ենք խոսում։ Եվ կան կոնտեքստներ, որ մենք ենք առաջինը խոսել, այլ ոչ թե դուք։ Հարցը այդ չի, բայց ոչ պակաս հանցագործությունը նաև ներքին կյանքում տեղի ունեցող այս վիճակը, այս մոնստր համակարգը, որը դուք եք ստեղծել, որից ձերբազատման տարբերակներ շատ դժվար է այս պահին գոնե նշмарել։ Եվ ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը նորից հասավ հաջողության նաև այս ձեր ստեղծած մոնստր համակարգի միջոցով եւ նրա ռեժիմը, հանցագործ ռեժիմը ապա լեգիտիմացնելու ամենաարդյունավետ տարբերակներից մեկը այս երրորդ ժամկետի մասին անընդհատ խոսելն է։ Սա շատ կարևոր թեմա է, որովհետեւ հասարակությունը պետք է հասկանա, որ այն ինչ չէր կարելի Սերժին, չպետք է կարելի լինի նաև Նիկոլին, այլ ոչ թե ինչ չէր կարելի Սերժին, կարելի է Նիկոլին։ Այսքանը եւ պարոն Շարմազանովին թող չթող թե Մարուկյանը կամ ես չենք հասկանում ինչա պարլամենտական հանրապետություն, չգիտեմ, որ միամտություն է մեզ դրա մեջ մեղադրել, մենք չգիտենք, այդպես չենք ֆայմել, որ պարլամենտական իրականությունում վարչապետը իշքան կոզի կընտրվի, չենք ֆայմել, Շարմազանովը ասեց, իմացանք, ժողովուրդ ջան, բայց այն ինչ որ դուք ստեղծել եք պարլամենտական հանրապետություն չի, հրեշ եք ստեղծել եւ հիմա վայելում ենք այդ հրեշին։ Լավ մնացեք։